Բարև ձեզ Հենրիկ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավարի այս եթերին եւ այսպես այսօր ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց հեծը ազգայնացնելու, որ գոյություն չունի նման ժամանակությամբ չի թույլատրվում ծրագիրը եւ դրան զուգահեռ Խաղաղարարության Փաշինյանը սպառնացել էր հեծի աշխատողներին, կարծում ծանոթ եք իր գրառմանը եւ դրան զուգահեռ Տաշիր գրուպը հայտարարությամբ հանդես եկավ ի աջակցություն իր աշխատակիցների։ Համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի հայրենակիցներ, մենք այսօր ականատես ենք լինում նոր տերորի, նախ երկու դրվագ կա, որոնց ուզում եմ եւ շատ կարեւոր եմ, որ անդրադառնանք։ Նույն այս մասկի շոուն տեղի ունեցել 2020 թվականի ՀՓՇ-ի ժամանակ, երբ ազգային ուժերը կալանավորվեցին այս նույն պատրվակով, իբրև թե ուզում էին ռազմական հեղաշրջում իրականացնել, այդ տարբեր զապիսները իրար կապցրեցին, տարբեր ձայնագրություններից ստացան ինչ-որ մի ձայնագրություն, որը ճշմարտությանը համապատասխան չէր, եւս մեկ անգամ կատարվում է նույն շոու ծրագիրը Նիկոլ Փաշինյանը փորձում է լեգիտիմացնել իր հարձակումները սրբազանների կալանքով, փորձում է լեգիտիմացնել իր հարձակումները հայ առաքելական եկեղեցու վրա։ Տեսեք, պետքա չտարանջատենք Սամվել Կարապետյանի կալանավորումը հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակումներից։ Դրանք միասնական ճակատ են Նիկոլ Փաշինյանի համար, այս ճակատը ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հայ ինքնության առհասարակ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրականություն դարձնել մինչեւ 26 թիվը։ Նիկոլ Փաշինյանը մի քանի խնդիր ա լուծում, ես շատ կարեւորում եմ, որպեսզի մենք անդրադառնանք այս թեմային։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը պարարտ հող է ստեղծել 2018 թվականից հետո աղանդավորական տարբեր շարժումների համար, որպեսզի նրանք Հայաստանում գործունեություն ծավալեն, աննախադեպ գումարներ ծախսեն, որպեսզի հոգեվորսություն իրականացնեն, մարդկանց խաբեն եւ հերվածնեն եկեղեցուց եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին միակ հենասյունն է մնացել այսօր Հայաստանի Հանրապետությունում, որը փորձում է Նիկոլ Փաշինյանը քանդի։ Տեսեք, նախ ունի երկու օգտակարության գործակից Նիկոլ Փաշինյանի համար, բարձր երկու գործակից, թե չէ գործակիցներ օգտակարության շատ են, նա հաճույանում է թուրքերին, տարբեր արևմտյան ուժերին, որոնք ֆինանսավորում են այդ աղանդավորական շարժումները եւ այլն եւ այլն եւ այլն, նաեւ քարտ բլանշ է ստանում այստեղ կալանավորելու ազգային գործիչներին եւ այլ խնդիրներ ա լուծում։ Տեսեք, էլեկտորալ առումով Նիկոլ Փաշինյանը աղանդավորականներին 26 թվականին բերում է իր դաշտ, այսինքն որ իրան ընտրեն։ Երկրորդ ուղղությունը դա որպես պայքարի ճակատ հայ առաքելական եկեղեցուն փորձում է թույլատնի, որտեղ հայ առաքելական եկեղեցին է մնացել միայն, որ կարող է միասնական պայքար մղել ի օգուտ Հայաստանի Հանրապետության, ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության առհասարակ ապագայի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այս բոլոր ուղղություններով հարձակումներ է իրականացնում։ Առաջի հերթին ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին եւ վստահաբար մենք ունենք նաև տեսանյութերը Նիկոլ Փաշինյանի 2016 թվականի իսկական տերորիստական գործունեության ժամանակ, երբ հարձակվել էին ոստիկանների վրա եւ մարդ էին սպանել եւ դա տերորիզմ ենք կոչում մենք եւ կոչել ենք տերորիզմ, Նիկոլ Փաշինյանը դա կոչում էր քաղաքական դրսևորում եւ չէր ասում, որ դա տերորիզմ է, խրախուսում էր այդ գործընթացը։ Հիմա ուզում եմ հիշեցնել այս մեր հայրենակիցներին, սա առաջի դրվագն է, եւ երկրորդ դրվագը նա է, որ Միքայել Աճապահյանի վերաբերյալ իր խոսքերի վերաբերյալ Դանիել Լեոնիսյանը դիմել էր ոստիկանություն եւ ԱԱԾ եւ նրանք գրավոր պատասխանել են, որ չեն տեսնում որևէ հանցակազմ չի պարունակում Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանի խոսքը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը արքեպիսկոպոսներին կալանքի է տարել ուղղակի սեփական շահադիտական նկատառումներից ելնելով, որպեսզի հարթի իր ճանապարհը դեպի Հայաստանի Հանրապետության անկումը եւ նաեւ այս կոնտեքստում ուզում եմ հիշեցնել, որ մեր հայրենակիցները պետք է չվախենան Նիկոլ Փաշինյանից, պետք չի գործարքի գնալ Նիկոլ Փաշինյանի հետ, հետո վերջում ասել, որ Նիկոլ Փաշինյանը մեզ խաբեց եւ գցեց եւ այլն, ինչի համար եմ սա ասում։ Սա ասում եմ մեր հայրենակիցներին, որոնք ներկայացնում են տարբեր հիմնարկություններ, որոնք այսօր Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք ձեզ կկալանավորենք, կնստացնենք, եթե դուք ինչ-որ գործընթացների մասնակցեք եւ այլն։ Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի իրավունքը վաղուց չկա, Նիկոլ Փաշինյանի գործելավոճը վաղուց հայտնի է եւ այո, շատ հավանական է, որ նաեւ բանտերում կհայտնվեն
ակցիայի տարբեր մասնակիցներ այս կամ այն պատճառով երկար մազեր, կարճ մազեր ունենալու համար, կարծիք հայտնելու համար, կարծիք չհայտնելու, որովհետև Հայաստանի Հանրապետությունում չկա դեմոկրատիա եւ Նիկոլ Փաշինյանը սարքել է Հայաստանի Հանրապետությունը ֆեոդալական պետություն, սարքել է Հայաստանի Հանրապետությունը բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների, քաղաքական կալանավորումների ճակատ, հա, որջը։ Դա իրականությունն է, որ Նիկոլ Փաշինյանը այսօր փորձում անի, թեև Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքը չի հանդիսանում այդպիսին է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց այդպես ցույց տալ Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի քաղաքացիները վախենան եւ այլն։ Այս ամեն ինչից զերծ մնալու համար մեզ պետք է միասնական ճակատ ձևավորել, ազգային ուժեր, ժողովուրդ, միասնական ճակատ։ Հիմա նաեւ ես ուզում եմ այսօր մենք մի քանի կարևոր բաների մասին խոսենք, որոնք վերաբերվում են մեր գյուղացիներին, հա, մեր գյուղատնտեսության խնդիրների վերաբերյալ։ Եթե կարելի է, մենք խոսենք գյուղատնտեսական խնդիրներից, այս սպառնալիքը, որ ինքը գրում էր իր Facebook-յան ստատուսով հեցի աշխատողների վրա, այս ինչի դրսևորում է ձեզ։ Ուրեմն, եկեք մի քիչ ավելի բացենք փակագծերը, հարգելի ընկերներ, եւ Այո։ Դե երկու կարծիք կա, Մարիամ ջան։ Երկու կարծիք կա, տեսեք, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եկեք զերծ մնանք հայհոյանք տալուց, առաջի հերթին դա պայմանավորված է նրանով, որ Facebook-ը բլոկում է նրա պոստերը, բայց երկրորդ կողմից էլ կա մուսուլմանական տոներին ընդառաջ մինչև ամսի 5-ը մուսուլմանների մոտ պահքի շրջան է այս բայդրությամբ եւ օթում կախված լուրերով Նիկոլ Փաշինյանը ծառայություն է մատուցում իր սիրելի հարևաններին, ինքն էլ այդ պահքի մեջ մասնակցում, այդ օթում կախված Նիկոլ Փաշինյանը սիրելի օթում կախված լուրերով, էլի, ես չունեմ այդպես տեղեկություն, ուղղակի այդպես օթում կախված լուրերով մարդիկ խոսում են, դրա համար ես դա ձեզ ասում եմ, բայց իմ կարծիքով շոշափելի տեղեկությունն է, որ Նիկոլ Փաշինյանը այնքան է այտենց անպարկեշտ բառամթերք օգտագործել քֆուրներ գրել, հայհոյախառն այտենց բաներ օգտագործել, որ Facebook-ը ուղղակի բլոկել է եւ Նիկոլ Փաշինյանը իր տեսանելիությունը ապահովելու նպատակով, որպեսզի հանգարցակի տեսանելիությունը չտուժի, կոչ արել համախմբման, ինչ որ համերաշխության, չգիտեմ ինչի, որը Նիկոլ Փաշինյանի մասին չի։ Նիկոլ Փաշինյանը եւ համերաշխությունը որևէ կապ չունեն, դրա բառապացույցն է Մարիամ ջան, նաեւ ձեր ասած կոչերը, ձեր ասած բռնաճնշումների սպառնալիքները, որ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ես կկալանավորեմ անգամ այն մարդկանց, ովքեր կգնան Սամվել Կարապետյանի համար կմասնակցեն ինչ-որ ակցիաների, ինչ-որ գործընթացների։ Հիմա տեսեք, Սամվել Կարապետյանի կալանավորումը պետք է նայել ընդհանուր կոնտեքստում, տեսեք։ Ընդհանուր կոնտեքստը ինչի մասին է խոսում։ Ձևավորվում է որոշակի հարաբերությունների փոփոխություն ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական եւ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն պահում է, սպասարկում է թուրք-ադրբեջանական ճակատի շահերը, այսինքն ինչ անում ինքը։ Այն ֆոնին, երբ Ռուսաստանում ասֆալտին են տալի ադրբեջանական գործարարների, ադրբեջանցի գործարարների, այդ նույն ժամանակահատվածում Ռուսաստանի շատ տարբեր հատվածներում մայրաքաղաքից սկսած մինչև այլ տարածաշրջանի այլ հատվածներ Սամվել Կարապետյանի պաստառներն են, ազատություն Սամվել Կարապետյանին, բոլոր հատվածներում կպցրած են Սամվել Կարապետյանի նկարները։ Սա քաղաքական մեսիջ է նաև մեզ հանրությանը, աշխարհին, որ այսինքն Ռուսաստանի Դաշնությունը որպես մեր ստրատեգիկ գործընկեր, այո, չի խառնվում մեր ներքին գործերին, բայց կոնկրետ սատարումը, հա, կոնկրետ սատարումը ինչ որ գործիչների եւ դրա մասին ուղիղ խոսում է։ Եվ այս իրավիճակում, երբ մենք ունենք հնարավորություն այս լարված ուրեմն իրավիճակում շահ ունենալ եւ սպասարկել մեր շահը, Նիկոլ Փաշինյանը վստահաբար սպասարկել է Թուրքիայի շահը եւ Ադրբեջանի շահը, որ շահերը մեր հետ առհասարակ կապ չունեն։ Այսինքն տեսեք, Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանի տերորիստական ռեժիմը
տերորիստական գործելակերպով, տերորիստական գործելաոճով, տերորիստական մեթոդներով, տեսեք ինչ անում, ծեծի են ենթարկում քաղաքացիների, որոնք որևէ կապ չունեն ոչ քաղաքական ինչ որ բաների հետ, այսինքն Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվել են տերորիզմի մեջ մեղադրվող մարդասպան ադրբեջանցիներ, Ադրբեջանում ձերբակալվել են սովորական Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները եւ լրագրողներ։ Էսա Ադրբեջանի իրական դեպքը։ Ադրբեջան, որը 21-րդ դարում էթնիկ զտում է իրականացրել, Ադրբեջան, որը պապիկների գլուխ է կտրել, Ադրբեջան, որի ղեկավարությունը այսօրվա, որի կառավարիչները այսօրվա հրաման են տվել ազգի հերոսի կոչում տալու մի մարդու Ռամիլ Սաֆարովին, ով քնած հայի կացնով սպանել է գիշերը։ Էտա այսօրվա Ադրբեջանը եւ այս կոնտեքստում ես նորից եմ ասում, սա մենք պետքա ունենայինք Ռուսաստանի Դաշնությունում հայկական լոբի, որը կօգտագործեր այս բոլոր գործընթացները, որպեսզի աշխարհաքաղաքական օգուտ բերեր Հայաստանի Հանրապետությունը, բայց Նիկոլ Փաշինյանի լոբին ցավոք սրտի Հայաստանից դուրս միայն Ադրբեջանում եւ Թուրքիայում է, այսինքն ինքը այդպես արևմտյան եւ ադրբեջանա-թուրքական ուղղության վրա միայն ինչ որ գործողություններ իրականացնում, որոնք մենք տեսնում ենք, հա, հիմա տեսեք։ Մենք ունենք տեղեկություններ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, որը խոսում է հետեւյալի մասին, Ամերիկայի Միացյալ Նահանգները ծրագիր են նախապատրաստում, որ կոպիտ ասած այդ ճանապարհներ այդ կոմունիկացիայի բանալին լինի նրանց մոտ, հա, կամ Թուրքիայի միջոցով, կամ ուղիղ նրանց միջոցով, մենք տեսնում ենք, թե ինչպես է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը ուղիղ միջամտություն ունենում Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական կյանքին, ուղիղ սատարում է Նիկոլ Փաշինյանի բռնաճնշումները, ուղիղ կոչում է դրանք դեմոկրատիա, ժողովրդավարություն, որոնք որևէ կապ չունեն, աղերս չունեն ժողովրդավարության հետ։ Նիկոլ Փաշինյանը այս տերորը իրականացնելու է հիմա եւ վաղը, Նիկոլ Փաշինյանը 26 թվականի ընտրություններին իր հետ գնացող ուժերին նույն օրինակ գցելու, ոնց որ գցել է բոլոր ընդդիմախոսներին, այսինքն Սամվել Կարապետյանը ինչ էր ասել, որ Սամվել Կարապետյանը տարան կալանքի, որևէ բան Սամվել Կարապետյանը չէր ասել, բացի հայրենասիրական նկարտումներից, բացի Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ հայ առաքելական եկեղեցու օգտին խոսալուց։ Այս է իրականությունը, մեզ պետք է համախմբել մեր ժողովուրդը հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, որովհետեւ մենք առաջի քրիստոնյա ժողովուրդն ենք եւ պետք է Աստծուն խնդրենք, Աստծուց չհեռանանք եւ դուռը թակենք, աղոթենք առ Աստված, որպեսզի այս չարիքից կարողանանք միասին փրկվենք։ Սա չարիքա, որից մենք կարանք հրաժարվենք, որից մենք կարանք ազատվենք միայն Աստծու շնորհիվ, այսինքն մենք ժողովուրդ ենք, որը առաջինն է ընդունել քրիստոնեությունը եւ մենք պետք է լինենք ժողովուրդ, որը պահելու է այդ քրիստոնեության արժեքները, քրիստոնեության հենքերը եւ անկյունաքարային նշանակություն ունեցող հայ առաքելական Սուրբ եկեղեցին մենք պետք է պահապանը լինենք, մասնավորապես երիտասարդությունը պետք է առաջամարտիկ լինի հայ առաքելական եկեղեցու պաշտպանման գործում, պաշտպանության գործում եւ պետք է մենք այս վերաիմաստավորումը կարողանանք իրականացնել, այդ վերաիմաստավորման մեջ մտնում են մարդիկ, մարդկանց պաշտպանությունը, մարդկանց սատարումը, այն մարդկանց, ովքեր հանդիսանում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանները, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, մասնավորապես Սամվել Կարապետյանին նկատի ունեմ, մարդ, ով հայ հասարակությանը, ով հայերին, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս մեծականակ լայնամասշտաբ, լայնածավալ աջակցություն է տվել, լայնածավալ աջակցություն է ցուցաբերել, թե ֆինանսատնտեսական առումով, թե գաղափարական առումով, թե հայրենասիրական տարածման, հայրենասիրության տարածման առումով, թե քրիստոնեության տարածման առումով Ռուսաստանի տարբեր հատվածներում հայ առաքելական Սուրբ եկեղեցի կառուցելու միջոցով, հա, այսինքն հենց հայկական մոդելը քրիստոնեության տարածելու եւ այո, ինչպես նշեցիք Մարիամ ջան, երբևէ չենք լսել, որ Սամվել Կարապետյանը խոսի իր ուրեմն բարեգործությունների քանակի կամ գումարների մասին, մենք տեսնում ենք 1 միլիարդի բարեգործություն էին արել Հայաստանի եւ Արցախի համար եւ նշում է, որ նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ գումարներ ներդրած բարեգործություններից գործիչն է բարերարն է Սամվել Կարապետյանը, մինչեւ անգամ դեր Քուրքորյանին է գերազանցում։ Ես վստահեցնում եմ, որ Սամվել Կարապետյանին հնարավոր չի վախեցնել
կալանքով կամ այդ բռնաճնշումներով Սամվել Կարապետյանը մարդ է, ով ինքնուրույն կերտել է Իրան, Սամվել Կարապետյանը հայրենասեր հայորդի է, ով 90-ականների թոհու բոհով անցած մարդ է, ով անցել է Ռուսաստանի Դաշնությունում գոյություն ունեցող ադրբեջանցիների, թուրքերի, թաթարների ու տարբեր երկրների ներկայացուցիչների հետ ինքը հաղթահարել է բոլոր տեսակի խնդիրները, թե այդ ժամանակահատվածում եղել է առաջի Ղարաբաղյան պատերազմը, եղել է քառօրյա պատերազմը 2016 թվականի եւ մենք տեսել ենք, թե ինչ արել Սամվել Կարապետյանը, թե բանակի, թե Արցախի, թե Հայաստանի Հանրապետության համար եւ մենք որպես հասարակություն պետք է մեր աջակցությունը հայտնենք հայ ազգի մեծանուն բարերարին, բայց այդ աջակցությունը չպետք է լինի միայն մտքով, պետք է լինի նաեւ խոսքով, պետք է լինի նաեւ կարծիքներ փոխանակելով, պետք է լինի նաեւ հստակ կոնկրետ ուղերձով, որ մենք սատարում ենք Սամվել Կարապետյանին եւ Սամվել Կարապետյանը քաղ բանդարկել է, Սամվել Կարապետյանը այսօր կալանավորված է բացառապես խոսքի, բացառապես հայրենասիրական նկրտումների, բացառապես Հայաստանի Հանրապետությունում հայկական ապագայի տեսլականը վերականգնելու եւ հայկական երազանքը վերականգնելու համար։ Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն բոլոր քաղբանդարկյալներին ու մենք տեսնում ենք, որ այսօր իրավիճակը ծայրահեղ ծանր է, այսօր իրավիճակը ծայրահեղ ծանր է բոլոր ուղղություններով Նիկոլ Փաշինյանի համար, հա, Նիկոլ Փաշինյանը այս ջղաձգումները, որ իրականացնում է, դա լավ օրից չի, հա, բայց Նիկոլ Փաշինյանի հետ գնալ ընտրությունների 2026 թվին իր վարչապետությամբ, դա լինելու է Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը, պետք է գնալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի հետ ընտրությունների, առանց Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելու, այսինքն անվստահության գործընթացով պետք է ինչ-որ կարողանանք կոմբինացիա սարքենք, որը լինի իմպիչմենտի գործընթացի շրջանակներում ազգային ուժերի միասնական, ուրեմն հայ-առաքելական Սուրբ եկեղեցու, կարճ ասած, այս մեր պայքարը պետք է բերի հաղթանակի, կապ չունի, դա կլինի նախընտրական գործընթացով, հետընտրական գործընթացով, իմպիչմենտի գործընթացով, ոնց ուզում ալնի, պետք է սահմանադրական ճանապարհով, էսա սահմանադրական ճանապարհը էսա, պետք է մենք միասնական ժողովուրդը պետք է իր խոսքը ասի եւ պետք է չհոգնենք պայքարից, բայց սա վերջը չի իմ խոսքի, ես այստեղ նշել եմ կարևոր հատված, որը խոստացել եմ իմ համաքաղաքացիներին, որ կբարձրաձայնեմ, որպեսզի թեև սիրելի քաղաքացիներ որևէ ակնկալիք չունենք Նիկոլ Փաշինյանից, բայց կբարձրաձայնենք այս տաղավարում, որպեսզի դուք իմանաք, որ մենք անհանգստանում ենք ձեր ապագայով, ձեր այսօրվա օրով, ուղղակի լծակներ չունենք, որպեսզի կարողանանք ձեզ օգնենք, սիրելի գյուղացիներ, ովքեր տքնաջան, քրտնաջան աշխատանք են իրականացնում, օր ու գիշեր չարչարվում են, որպեսզի իրենց հանապազորը հացը վաստակեն եւ Նիկոլ Փաշինյանը եւ այսօրվա իշխանությունները որևէ բան չեն անում, որպեսզի ձեզ օգնեն, հակառակը ձեզ խանգարում են, հակառակը ձեզ վատ դրության մեջ են դնում։ Ուրեմն մի քանի կարևոր բան եմ արձանագրել, որպեսզի մենք դրանց մասին խոսենք։ Ուրեմն տեսեք, ամենացավոտը այսօր կարկտահարված հատվածներն են եւ Ծիրանի վիճակն առհասարակ, ուրեմն 3 չի առաջ օրը Բաղրամյանի տարածաշրջանում տարբեր հատվածներում բերքահավաքի պահին, հենց բերքահավաքի ժամանակահատվածում կարկուտ է եկել։ Այդ նշանակում է, որ այդ բերքահավաքի ժամանակ, որ կարկուտ է եկել, ոչ ոք չեն կարողացել, այդ մարդկանց բերքը ընդհանրապես էլ գոյություն չունի։ Հանրապետությունում չկա տենց տեղ, որը կարկուտի տակ չի ընկել, հա, բոլոր հատվածներում ինչ որ քիչ թե շատ կարկտահարված են։ Արարատում մոտ 11-15 համայնք Արարատում է կարկտահարված, բոլոր ուղղություններով մենք ունենք խնդիրներ այդ կարկտահարված գյուղատնտեսական ապրանքների եւ հակակարկտակայաններ չունենալու այդ բանը, հեսա ես դրա մասին առանձին կասեմ անպայման։ Ուրեմն բերքերը, որ վնասվում են, գյուղացին խնդրի առաջ է կանգնում, տեսեք ինչ է տեղի ունենում։ Ուրեմն իմ տվյալներով անցած տարի Ծիրանի մթերման գինը մթերվող կազմակերպության գները
եղել են 80 դրամ, մոտավորապես պլյուս մինուս, էլի։ Այս տարի մթերման գինը իջել է 50-60 դրամ։ Ու կա մթերման մեծ խնդիր։ Կա մթերման խնդիր բոլոր, այսինքն խաղողագործների մոտ էլ կա մթերման խնդիրներ, սաղի մոտ այդ մթերման խնդիրները կան, բայց միջին ու մանր գործարարների, գյուղատնտեսությամբ զբաղվողների մոտ ծայրահեղ ծանր վիճակ է։ Նաև ուզում եմ նշել, որ այն ժամանակահատվածում մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը մենք մեր կառավարությունը ուներ սուբսիդիա էր անում եւ ուներ ծրագրեր, որոնք իրանցից ենթադրում են սուբսիդիա գյուղատնտեսության համար, դա 10 միլիոն դրամ վարկն էր, որը տալիս էին անտոկոս վարկ էր տալի բանկը, այսինքն այսօր այդ վարկը էլ չի տալի, հիմա բայց այդ վարկի մասին հեսա ես առանձին խոսամ ուրեմն, այս պահին, եթե այն ժամանակ արտահանվում էր 200-250 դրամ, հիմա խայտարակ վիճակը նաև արտահանման մասով, այսինքն չի արտահանում, ծիրանը կոպիտացած իր բրենդը կորցնում է, հայկական ծիրանը զիջում է այլ հատվածների, հա, Միջին Ասիայի երկրների հատվածների ծիրանին, տեսեք, ուրեմն հայկական ծիրանը չի արտահանվում Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունքում, ինչի, լարսում պրոբլեմներ ունենք իր կառավարման արդյունքում, Վրաստանի անցակետում պրոբլեմներ ունենք, բոլոր ուղղություններով պրոբլեմներ կա, այս մեր գյուղացիներն էլ ինչ անեն այդ մարդիկ, իրանք սարքում են, խնամում են, ջրում են, ամեն ինչ անում են ծիրանը, որպեսզի աճի, հետո չեն կարողանում ծախեն, որովհետև կառավարությունը ոչ մի բան չանում, ոչ հակակարկտակայան եք սարքում, ոչ կարկտահարված գյուղատնտեսական ապրանքների սուբսիդիա եք իրականացնում, ոչ սիլիտրայի կամ ինչ-որ բանի հնարավորություն եք տալի, ոչ մի բան այսօր մեր գյուղացին այսօր կառավարությունից որևէ աջակցություն չունի, պետության կողմից չկան աջակցության ծրագրեր, որոնք կապահովեն մասսայի էֆեկտ, այսինքն մարդը, որ կկարանա, այսինքն եթե ինքը կարկուտի տակ է անգել իր ունեցած գյուղմթերքը, պետությունը ուղղակի ձեռները լվացած նայում է դրա վրա, այն ժամանակ, նորից եմ ասում, այն ժամանակ տրամադրվում էին փոքր եւ միջին վարկեր 10 միլիոն դրամի, այսինքն էլի որ ժամանակին կարողանում էին վերցնել, հիմա էլ չկա դրանք։ Արդեն 2 տարի է դրանք գոյություն չունեն, ընդհանրապես գյուղացիներին վարկ չեն տալիս, այսինքն կոպիտացած որ բացատրեմ ոնց ալում, այն ժամանակ եթե պրոբլեմեր էր լինում, թեկուս կարկտահարվում էր, գյուղացին հնարավորություն էր ունում, գնում էր բանկից փողը վերցնում էր, այնց է վերադասավորում իր վիճակը, որ գոնե մյուս տարվա համար կարանա այնց անի, որ չսանանկանա, ինքը կարանա վերադասավորումներ իրականացնի, որ ինքը կարանա հնարավորություն ունենա մյուս տարի ապրի։ Այսօր ես հիմա մեր գյուղացիներին ուզում եմ հարց տամ, սիրելի գյուղացիներ, մի հատ նստեք կալկուլյատորով, ուղղակի sense պլյուս մինուս արեք ձեր մոտ ու հաշվեք 7 միլիարդ դոլարով, որ Նիկոլ Փաշինյանը մսխել է։ 7 միլիարդ դոլարով ունենք արտաքին պարկ, չունենք ոչ միտեղ նոր հակակարկտակայաններ, չունենք ոչ միտեղ այն ցանցի արտադրությունը, որը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հիմնվել էր Հայաստանի Հանրապետությունում այդ ցանցը, որը հակակարկտակայան էր ըստ էության, այսինքն կարկուտից պաշտպանում էր, այսօր չի գործում Հայաստանի Հանրապետությունում, ինչ որ մեկի հորողբոր տղեն կամ քերու տղեն դրսից բերում է, դա թանգով ավելի ծախում են, չեն թողում, չի լինում, ստե չեն սարքում դրանից։ Ուրեմն նաև շատ կարևորում եմ անդրադառնամ այս թեմային, որ անասնաբուժության որակը այսօր Հայաստանի Հանրապետությունում իջել է զրոյական մակարդակի։ Եթե այն ժամանակ բրուցիլոզով վարակված տարվա մեջ թիվը եղել է 20 հոգի, մարդկանց մասին է խոսքը, էլի, այսինքն տեսեք, բրուցիլոզով վարակվում են մարդիկ, եթե կաթ են խմում, շփվում են անասուն, այսինքն գյուղատնտեսը հանգիստ կարա, եթե բրուցիլոզով հիվանդանում է սննդի պատճառով, անասունը ինքը կարա հանգիստ վարակվի։ Այսօր թիվը 100-ից ավել է, լինում է մինչև 200 ու չկա Հայաստանում համայնք, որ չլինեն կենդանիներ, որ բրուցիլոզով վարակված են։ Չկա տենց համայնք, այսինքն բոլոր համայնքներում այսօր կենդանիներ կան, որոնք բրուցիլոզով վարակված են։ Սա Նիկոլ Փաշինյանի քանդվող գյուղատնտեսությունն է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի իր իշխանության, իր աթոռը պահի, փոխանակ գոնե ինչ-որ բաները, որ Հայաստանի Հանրապետությունը օգուտ տար։ Պետություն ենք մենք, որտեղ կա
որտեղ ունենք մի քանի այցեկարտ, այդ մի քանի այցեկարտից առնվազն կոնյակն ու ծիրանը այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարման պատճառով գոյություն չունի։ Մենք միջազգային շուկայից շուտով դուրս ենք մնալու։ Վրացիների հետ խնդրեմ ունենք, Ռուսաստանի Դաշնության հետ խնդրեմ ունենք, ԵԱՏՄ-ի երկրների հետ շուտով խնդիրներ ունենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը Եվրամիությանը ինչ որ ռևերանսներ անում, որպեսզի Մակրոնը իրան ասի լավ ես անում, ում որ կալանավորում ես։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանն ասի, տեսնում եք, Սամվել Կարապետյանին են բռնե, մարդա, ով Ռուսաստանի Դաշնությունում մեծ գործարար է, վստահաբար մարդա, ով այլևս չի կարա ինչ որ բան անի Ռուսաստանի Դաշնության համար թեկուս, տեսեք ինքը երրակողմ ռևերանս է այդ մարդանում, իր համար Հայաստանի Հանրապետության ներքին լսարանի համար է ինչ որ բան անում, թուրք-ադրբեջանական այդ տանդեմի համար է ինչ որ բան անում, ոսում տենում եք Ռուսաստանի Դաշնությունում որոշակի գործընթացներ կա ձեր նկատմամբ, բայց ես ձեզ այտենց հավատարիմ եմ, որ հայ գործարար եմ կալանավորում, ամենախոշոր հայ գործարար Ռուսաստանի Դաշնության։ Այս է Նիկոլ Փաշինյանի էությունը։ Սիրելի հայրենակիցներ, մենք կհանդիպենք շուտով, այսքանն էր իմ թեմաները, որոնք առանձնացրել եմ խոսելու, եթե մեր գյուղացիները կամ մեր ընկերները կունենան ինչ-որ կարծիք, որ պետք է հանրայնացնել, պետք է բարձրաձայնել, պետք է դիմել, պետք է ինչ-որ բաներ, մեզանից հասանելին, ես նորից եմ կրկնում, կարաք մեր բոլորի Facebook-յան էջերին դիմեք, գրեք ինձ անձնական նամակով, ես կբարձրաձայնեմ, կփորձենք օգնենք, օժանդակենք ինչով որ մենք հնարավորություն ունենք։ Եվ ուրբաթ օրը ժամը 6-ին Մարիբույի այգուց երթերիներ։ Մենք մասնակցելու ենք, աջակցելու ենք Սամվել Կարապետյանին, աջակցում ենք օրեր առաջ նաև մենք երթ ենք իրականացրել ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ի աջակցություն բարերար գործարար Սամվել Կարապետյանի, վստահաբար հայ ժողովուրդը Սամվել Կարապետյանի արածները չի մոռանալու եւ չի ուրանալու, միասին կանգնելու ենք պարոն Կարապետյանի կողքին այնքան ժամանակ մինչեւ այս կտանքներից կազատվենք, այնքան ժամանակ մինչեւ կվերադարձնենք Հայաստանի Հանրապետությանը հայկական ապագան։ Շնորհակալություն։